Բարի լույս, Շանթի ուղիղ եթերում առավոտը շանթումն է, այսօր նոյեմբերի 17-ն է, երկուշաբթի։ Այո, և ես այսպես երկուշաբթին որոշեցի շատ հետաքրքիր տարբեր եթեր, ասենք, որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում, աշխատանքային բոլոր օրերին, մինչև կեսօր, այնպես որ մնացեք մեզ հետ, այսօր ևս ու հաստատ դրական տրամադրության, անհրաժեշտ տեղեկատվության պակաս չեք ունենա։ Մի փոքր անոնսենք, թե այսօր ինչ ենք դիտելու և լսելու, նախ հյուրերի մասին կբացահայտենք հոնկոգյան գրիպը, բացառիկ մանրամասներ կպատմենք ուրարտացիների կյանքի մասին, կշնորհավորենք այն տաղանդավոր երեխաներին, որ կարողացել են Վիեննա հասնել ու դասական երաժշտության հեղինակավոր մրցույթում հաղթել։ Լիկա Մեսրոպյանը այսօր լավա չիզքեյք կսովորեցնի պատրաստել, Մանո Բրուտյանն էլ կասի, թե երբ է ճիշտ միրգ ուտել, Սոնա Փարեմուզյանն էլ անգլերեն նոր արտահայտություններ ունի, այնպես որ շնորհակալություն, որ հենց մեզ եք միացել այս առավոտ։ Գնանք լսենք լավ երաժշտություն և վերադառնանք ու շարունակենք մեր ուղիղ եթերը։ Իդեպ Սևակ Ամրոյանը, Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ երկու նախագծի Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը և Մինասը, երաժիշտ Արմեն Ձամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային և երաժշտական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն ձեզ սիրելի հեռուստադիտող։ Այս համերգը իսկապես շատ երկար սպասված է, այնպես որ տոմսերը կարող եք ձեռք բերել օնլայն Ticket.me կայքից կամ զանգահարել 818 265 0506 հեռախոսահամարով։ Մենք անցնենք առաջ և խոսենք մի փոքր նաև եղանակից։ Նախորդ շաբաթ ավարտեցինք տաք աշնանային եղանակով։ Նոր շաբաթը սկսում ենք ցիկլոնով։ Բայց դա երկար չի տևի, գիշերը տեղումներ գրանցվեցին, բայց այսօր ցերեկը 18-21 սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-21 աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Արդեն շաբաթվա կեսերին Երևանում դարձյալ 18-ից 19 աստիճան տաք կլինի։ Ըստ մասնագետների մեր երկրում նոյեմբերի վերջին տասնօրյակում ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3 աստիճանով, իսկ դեկտեմբերի սկիզբը 6 աստիճանով։ Այսինքն մեզ սպասում է տաք ձմեռ։ Դա շատ լավ նորություն է։ Կոմունալների առումով այո, բայց լավ, ես կուզենայի մի քիչ ցուրտ և ձմեռային տրամադրություն։ Աշունը իսկապես աշնան նման չէր, այսպես ասած, բավականին տաք էր։ Ամեն դեպքում անցնենք առաջ և եղանակի հետ նաև շատ կարևոր է անվտանգ երթևեկությունը, հատկապես թաց գետնով, արդեն ավելի ուշ մերկազառույցներ կլինեն։ Հիշեցնենք նաև անվադողերի մասին, արդեն 2 օր է մեր երկրում գործում է ամառային անվադողերով երթևեկելու արգելքը, իմացեք, որ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 մմ և դրանից պակաս է։ Իսկ նախատեսած պահանջների խախտման համար գործում է վարչական պատասխանատվության միջոցներ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր թույլատրելի պահպանման շերտով, ցուցաբերել գիտակից, իրավահարկ ու օրինապահ վարքագիծ ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։ Հիմա անցում կատարենք ավելի քաղցր թեմաներին, քանի որ Լիկան մեզ այսօր Dolce Lika խորագրի ներքո սովորեցնելու է պատրաստել շատ համեղ լավա cheesecake, այնպես որ դիտենք, սովորենք, քանի որ մենք փորձում ենք մշտապես Լիկայի բաղադրատոմսերը պատրաստել, դե դիտենք լավա cheesecake։ Եթերում Dolce Lika-ն է։ Հալվեց 400 գրամ սերուցքային պանիր, 80 գրամ շաքարի փոշի և 2 հատիկ ձու արելու է։ Այստեղ ավելացնում ենք 15 գրամ օսլա,
կապ չունի Իրոսլավ։ Եվ դուք կարող եք փոշի վանիլ օգտագործել, ես օգտագործում եմ հեղուկ վանիլը։ Սերուսկը մինչապես լցնում եմ։ Տխելու ենք 180 աստիճան 1 ժամ։ Պատրաստենք գլազուրը մինչև տխի այս 1 ժամվա ընթացքում, սակայն գլազուրը տևելու է 15 րոպե։ Սերուսկ 300 մլ սերուսկը երկու տարբերակում են պետք է լինի 33% եւ բաց։ Այստեղ ավելացնում եմ դեղնուց, խառնում ենք եւ ակացնում։ Զանգված է փակիչի եռում եւ ես այստեղ ավելացնում 150 գրամ շոկոլադ։ Անդադար խառնում ենք մինչև մեր ջնարակը պնդանա։ Մի քիչ թողնում եք հովանա եւ լցնում եք ջնարակը։ Եվ այսպես այս փոքրիկ չիզքեյքը լավ է, չիզքեյքը շրջում եմ այս մեծ սամանի մեջ։ Չորիլոն եղավ, շատ սիրուն եղավ։ Սաղ սար է։ Թեթև է, արյա խորժակ։ Քանի քաղցրը մի քիչ բարձրացրեց մեր տրամադրությունը, մի քիչ տխուր թեմայի անդրադառնանք, ուղղակի չէինք կարող չանդրադառնալ ֆուտբոլին, Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում պարտվեց պորտուգալացիներին, Պորտուգալիան 13 միավորով գրավեց առաջին տեղը եւ նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր։ Երկրորդ տեղը զբաղեցեց Իռլանդիան, որը Բուդապեշտում 3-2 հաշվով հաղթեց Հունգարիային եւ 10 միավորով գրավեց երկրորդ տեղը, ստանալով ուղեգրի համար play-off-ում պայքարը շարունակելու հնարավորություն։ Ահա, այսպիսի տխուր թեմա, ես իսկապես շատ ծանր էինք տարել եւ մի քանի կադր դիտենք եւ ինչ որ դրվագներ վերհիշենք, չնայած շատ կցանկանանք այս խաղը հնարավորինս շուտ մոռանալ։ Վերհիշելու ընդամենը 1 դրվագ ունենք, այն մեկը, որ 9-ով պարտվեցինք, բայց կարելի է գոնե այդ պահը հիշել։ Հիմա նայում ենք կադրերը։ Վստահ եմ, որ երեք բոլորիս ընտանիքներում բոլորը այսպես կլանված նայում էին ֆուտբոլ։ Չնայած եղանակային պայմաններով պայմանավորված պարբերաբար ընդհատումներ լինում էր եթերում, բայց անկախ ամեն ինչից մենք մեր հավաքականի կողքին ենք, ես որպես երկրպագու մշտապես անկախ ամեն ինչից նրանց կողքին ենք եւ հույս ունենք, որ առաջիկայում ամեն դեպքում հաջողություններ կունենանք ինչ-որ ժամանակ։ Հուսանք անցնենք առաջ եւ լսենք լավ երաժշտություն Շանթի եթերում։
Վերադարձանք տաղավար, այս պահին գնում ենք դիտենք գովաստ, մնացեք մեզ հետ, առողջապահական թեմայով ենք խոսալու, հետաքրքիր է լինելու։ Մենք վերադարձանք եւ քանի դեռ նախաճաշի ժամն է, կարծում եմ, որ ժամանակն է, որ մեզ հյուր գա մեր գործընկերը Մանո Բրուտյանը, ով վստահ եմ, որ կպատասխանի շատ ու շատ հարցերին, քանի որ մեր օգտատերերից մեկը Գուլաբյանին հետաքրքրում է մի հարց։ Ի վերջո, կասեք, թե երբ է ճիշտ ուտել միրգը։ Կարծում եմ, այս հարցը նաեւ մեզ է հետաքրքրում, չէ՞։ Այո, որտեղ տարբեր կարծիքներ կան, շատերը ասում են, որ 6-ից հետո չի կարելի ուտել ֆրուկտոզայի պատճառով, այո, շատերը ասում են, որ կարելի է։ Այ Մանոն հիմա մեզ առավել հիմնավոր պատասխան կտա։ Բարի լույս իմ սիրելի հերոստատիտո, այսօր եկել եմ ձեր հարցերին պատասխանելու, եկեք առաջի հարցը ստանանք, տեսնենք ինչ հետաքրքիր մասին է։ Հերոստատիտողը հարցնում է, երբ է կարելի միրգ ուտել։ Շատ հետաքրքիր հարց է։ Նայեք ժողովուրդ ջան, եթե մեր նպատակը քաշ կորցնելն է, միրգը ավելի ճիշտ կլինի սահմանափակել, բայց ինչպես ուտել, այդի շատ կարևոր է։ Այսինքն մենք առավոտը զարթեցինք, նախաճաշը արեցինք, իհարկե նախընտրելի առավոտը լինի ջարբոտ եւ սպիտակուցով լի, իհարկե նախընտրեմ ես իհարկե աղգիտը։ Դրանից հետո այ գարակ դուք ինչ որ չափավոր 100 գրամ կամ 200 գրամ ձեր մրգից օգտվեք, չգիտեմ, կուզենաք բանանից օգտվեք կամ մի 100 կամ 200 գրամ հադաբդուից օգտվեք, ոչ մի խնդիր։ Երկրորդը գալիս է ճաշից հետո, ուզում եք էլի ուտեք, ճաշը գերակ, վրից իջո մի հատ մի փոքր մի բան ուտեք, էլի խնդիր չկա։ Բայց ինչի համար ասում եմ, որ մեջտեղներում, այսինքն սոված ժամանակ մեկ չի դադարք ստամոքսին ուտել միրգ։ Եկեք բացատրեմ ինչի համար։ Որտեվ միրգը մենք գիտենք բարունակում է ֆրուկտոզա, ինքը շաքար է, մարմինը ընդունում է իրան իբր շաքար։ Ամեն մի մրգի, այսինքն ամեն մի մրգի մեջ գոյություն ունի տարբեր չափի շաքար, օքեյ։ Երբ որ այդ շաքարը մենք ընդունեցինք, մեր ինսուլինը ինչ անում, շատ արագ բարձրանում է։ Շատ արագ բարձրանում է։ Իշտերը դանդաղ չի իշտում, նույնպես շատ արագ իշտում է ներքև։ Դա մեզ պատճառում է, չգիտեմ, 20 րոպե հետո սովի գարիկ։ Okay, սովը ստացար, ինչ անելու, գնալու ես ավելի շատ ուտես, չէ՞։ Ավելի շատ ես քաղցր ուզելու։ Արագ մի բան ուզում քեզնից մարմին, էներգիա է ուզում որ շուտ ստանաս։ Դրա համար ենք ասում, միրգը մի օգտագործեք սոված ժամանակ։ Կամ երրորդ սխալը, որ ասում եք ես գիշերը ոչինչ չեմ ուտում, մենակ միրգ եմ ուտում։ Դա դիետա չի, դա սննդակարգ պահել չի։ Չէ, դու ինձ ավելի լավ է գիշերը քո հացդ կեր, այսինքն չգիտեմ կլինի հավի գրծկամիսդ կլինի, ձուկ կլինի, չգիտեմ հետը կլինի մի գդոր կարտոֆիլ կամ հնդկածավար, ոչ մի խնդիր։ Վրից միրգը գեր, օքեյ, բայց ինձ մի դիր գիշերը մենակ միրգ կեր ու ասա դենց փորձում եմ նիհարել, իհարկե միրգ դեր ունի կալորիա, իսկ դու երբ որ գիշերը գերար մենակ միրգ, լիքը շաքար ստացար, աճի հորմոն դեր կանգնացրիր, չէ՞։ Եվ որ ինսուլինը բարձրանում, կոմոդ այդ աճի հորմոնը ցածրանում է։ Գիշերը որ պիտի ակտիվանա քո քնած ժամանակը, դու իրան գոդրեցիր։ Մեղ չի այդ հորմոնը։ Թող աշխատի քո համար։ Թող ինքը աշխատի, քո մաշկը, քո մազերը, քո մգաններդ վերականգնի քո մարմինդ։ Ու լավ զգաս դու քեզ, եկեք ճիշտ խաղանք ես խաղը, ու մնանք Մանոյի հետ։ Մենք վերադարձանք եւ խոսելու ենք շատ կարեւոր եւ շատ հետաքրքիր թեմայի շուրջ՝ մարդու դեմքով քարե կուրտք, մոտ կես մետր բարձրությամբ պատրաստված հրաբխային տուֆից, աճյունասամբ հորերով, դամբարանադաշ դիակիզման ծեսով արված տասնյակ թաղումներով։ Ուրարտական կյանքի վերաբերյալ բացառիկ բացահայտումներ են արվել արգիշտի խինիլիի պեղումների ժամանակ, որոնց մասին կպատմեն մեր հյուրերը։ Հասմիկ Սիմոնյանը, հնագետ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, արգիշտի խինիլիի հայ լեհական հնագիտական արշավախմբի ղեկավար, Մաթեուշ Իսկրա, հնագետ, Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության լեհական կենտրոնի մերձավոր արևելքի հնագիտության բաժնի վարիչ դոկտոր, արգիշտի խինիլի հայ լեհական հնագիտական արշավախմբի համաղեկավար եւ Տիգրան Զաքյանը, վերականգնող պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ի հնագիտական իրերի վերականգնման բաժնի լաբորատորիայի պետ։ Ահա այսպիսի հետաքրքիր մասնագիտության տեր մարդկանց ենք հյուրընկալել, բարի լույս։ Մենք այս տարի առիթ ենք ունեցել նորից ձեզ տեսնել, նորից խոսել եւ ինչպես արդեն հասկացանք, նոր բացահայտումներ ունենք։ Այո։ Ինչպես դուք մեզ ասեցիք, սպասեք նոր բացահայտումների, այնպես որ մենք հետաքրքիր հետևում էինք։ Մոտ մեկ ամիս տևած պեղումներից հետո, որը իրականացվեց արգիշտի խինիլի հնավայրում մայիս-հունիս ամիսներին, մենք ունենք
կիսվելու մեր նոր հայտնագործություններով, դա մեկը աճյունասափորներով դամբարանադաշտի արկայությունն է, որը մինչև այդ էլ մենք իրականում գիտեինք, որովհետև նախորդ պեղաշրջանի ընթացքում ունեինք մեկ աճյունասափոր, այս տարի թիվը հասել է 13-ի, որը Հայաստանի տարածքում երբևէ մեկ տարածքում կենտրոնացած աճյունասափորներով ամենամեծ դամբարանադաշտն է այս պահին, հետևաբար նաև հետազոտությունները մեզ նոր բացահայտումներ են բերելու ու հետաքրքիրը որն է, որ պեղումների ընթացքում մենք ուղղակի դրանք դաշտից դուրս ենք բերել, արել ենք 3D մոդելներ, բայց հետագայի համար մտածում ենք նոր մեթոդներով դրանք հետազոտենք, ռենտգեն տոմոգրաֆիայի միջոցով եւ կոնկրետ դիակիզման մասնագետների միջոցով։ Հետաքրքիր է, խոսում ենք շատ հետաքրքիր է այս թեման առհասարակ, կարող ենք մեր հեռուստադիտողին ասել, թե սա ինչ նշանակություն ունի, սա ինչ է տալիս, թե մեզ, թե առհասարակ աշխարհի, այսպես ասած, հնագիտությանը որպես գիտություն, ինչ է սա տալիս։ Եթե վերցնենք, որ ընդհանրապես տարածքում, տարածաշրջանում դիակիզմամ թաղումների քանակը մեծ չէ ու հատկապես սուրարտական շրջանում միայն հարևան երկրներում է մեծ քանակի բացահայտվել ու այդ բացահայտումների ընթացքում դեռ հնագիտական մեթոդները այնքան զարգացած չէին, որ հետազոտությունները նման տեսակով իրականանային, ավելի խորը, ավելի միջ գիտակարգային մոտեցմամբ բացահայտումը իհարկե բացառիկ է տարածաշրջանի համար ընդհանրապես, Հայաստանի համար առավել ևս։ Այս նոր բացահայտումները արդյոք նաև կարող են պատմությունը փոխել, այսինքն այն պատմության գրքերը, որոնք մեր երեխաները սովորում են, արդեն նոր տպագրություններ ունենանք, նոր բացահայտումներով։ Երևի ես փորձեմ պատասխանել, իրականում ցանկացած նոր պեղումներ պատմության վերաբերյալ բերում են նոր ինֆորմացիա, որովհետև եթե մինչև այդ տարածաշրջանում չունենք, այդ չի նշանակում հետագայում չենք ունենալու ու այս մեր պեղումները գալիս են բացահայտելու հենց դա, որ ունենում ենք նոր իրավիճակներ ու դրանց մասին նախ առաջինը պետք է կիսվենք ու հետազոտությունները անենք ավելի խորը։ Մարդու դեմքով քարե կուրք նշեցինք, այդ բառերով դժվար է պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը, սա ինչ նշանակություն է ունեցել։ Մի քիչ կպատմեք հենց կոնկրետ այդ գտածոյի մասին, գտնելու հանգամանքների մասին։ Միգուցե խոսքը տրամադրեմ գործընկերոջը, Մատիջան, it's about the idol which have been excavated in territory of Argiștehănili. Any information concerning to that and what it is giving to archaeology? Okay, so we found the idol itself like standing in original position. The first thing is a very unique one because usually these kind of objects are not be found in original position and in original context. Նախ եւ առաջ ամենակարևոր բանը այն է, որ այս կուրքը հայտնաբերվել է իր իրական տեղում, այսինքն երբ որ կանգնեցվել է այդ ժամանակաշրջանում, ինքը տեղից չի տեղաշարժվել, այսինքն մենք ունենք իրավիճակ փաստված իր իսկական վայրում, այսինքն կուրքը կանգնեցված է եղել հենց այդտեղ։ And it was found close to some kind of stone box, like stone box in positioning inside of one of the room. Եվ իրականում կուրքը կանգնեցված է քարից արկղի կամ տուփիկի կողքը եւ սենյակի անկյունում, հենց այն սենյակի, որը մեր կողմից սպեղվել է Argiștehăniliում։ And most likely this room was functioned as a storeroom or something like that, but the content, what is inside of the stone box, is the most important to know what was the function of the idol. Because most likely it was the idol who guard something or to symbolize something, but maybe, for example, can guard some supplies for the people who lived there. Ու ամենակարևորը այն է, թե ինչ է գտնվել հենց այդ տուփի ներսում, որովհետև ակնհայտորեն մենք գործ ունենք զետեղարանի հետ, որտեղ պահվել է ինչ-որ մի բան ու ենթադրաբար այդ կուրքը ուղղված էր այդտեղ դրված էր նրա համար, որպեսզի պաշտպաներ այդտեղ եղած նյութը։ Ու հիմա հետազոտությունները բերելու են նրան, որ մի քիչ էլ ես ավելացնեմ, որ նախ եւ առաջ հետազոտելու ենք այդ քարե արկղի մեջ եղած նյութերը ու հետագայում արդեն կունենանք ավելի լուրջ բացատրություններ։
Մաթեոշը արդեն բավականին երկար ժամանակ է ինչ Հայաստանում է եւ ձեզ հետ մասնակցում է այս կարևոր գործին։ Զգացողություններ ունի, երբ բացահայտում է մեզ համար պատմական մշակութային այսպես նոր արձաններ, որոնք մեզ համար շատ կարևոր են։ For a long period of time you are working in Armenia, and what are your feelings concerning to the objects when you are opening something really new and which is giving something really important to find out the historical events in the territory of Armenia? First of all, I think very fascinating and very interesting. Like those kind of objects we don't have in Poland, of course. Like, this is unique. Stone is very nicely done, and and also I'm really proud to be part of the story, like to unwrap Armenian history. So I'm really proud to do that. Նախ եւ առաջ ինքը տպավորված է ընդհանրապես աշխատել Հայաստանում ու ասում է, որ Լեհաստանում նման քարեկուրքեր, նման լավ մշակման երբեք չեն բացահայտվում, այսինքն իր կողմից իրականացված պեղումներում, հետեւաբար իրականացնել պեղումներ ու բացահայտել Հայաստանի պատմության համար կարևոր կետեր, իր համար շատ կարևոր է։ Եթե խոսենք վերականգնման մասին, ինչ նոր տեխնոլոգիաներ կան, որոնցով հնարավոր է վերականգնել նմուշը, կոնկրետ այս նմուշը, առանց օրինակ զգալի չափի վնաս պատճառելու, որովհետև մասնագետ չլինելով էլ կարելի ենթադրել, որ դրանք դժվար է դրանց կպնել եւ իհարկե երկար տարերով մնալով հողի տակ իրանք սոց զգայուն են եւ փշրվում են որոշ առարկաներ, նաեւ դրա համար հենց մեր արշավախմբի մեջ նաեւ աշխատում ենք վերականգնողներ, որոնք այս տեղում հենց ճիշտ մեթոդներով, ճիշտ ձևերով դուրս են հանում հողից եւ արշավախմբի մեջ նաեւ լաբորատորիայից եւս 2 հոգի է նաեւ աշխատում են որպես հնագետ եւ որպես նաեւ միաժամանակ վերականգնողներ արագ արձագանքելով այդ առարկաները փրկելու եւ առանց վնասելու դուրս հանելու ավելացնեմ որ ամբողջ այդ առարկաները որ դուրս են եկել հիմա գտնվում են լաբորատորիայում բացի ամբողջական առարկաներից աճունասափորներից նաեւ գտնվել են փոքր բեկորներ կերամիկայի որոնք նաեւ պետք է լվացվեն նոր մեթոդներով այսինքն ընդունված մեթոդներով Հայաստանում միջազգային վերականգնողների կողմից ընդունված, որից հետո փորձենք հավաքել, տեսնենք ինչ դուրս կգա, նաև մետաղից առարկաներ կային, որոնք էլի պետք է մաքրվեն, որովհետև դարերի ընթացքում կոռոզիան եւ բնությունը իրենը անում է։ Լավ, ինչպես եք բացահայտել դիակիզման ծեսով արված այս թաղումները, այս այլ է հետաքրքիր բացահայտում։ Իրականում դիակիզման ծեսով արված թաղումներ ուրարտական ժամանակաշրջանի համար շատ տիպիկ ու բնորոշ են, այսինքն որպես թաղման ծես ուրարտական շրջանում դիակիզումը շատ տարածված է։ Եթե վերցնենք տարածաշրջաններ, որ կան նաև դիադրման թաղման ծեսով արված թաղումներ, բայց ընդհանրապես երբ որ մենք խոսում ենք ուրարտու տերության, պետության մասին, դա շատ տիպիկ է այս շրջանին։ Ուղղակի Հայաստանի տարածքում դիակիզման արված թաղումներ ու աջունասափորներ շատ քիչ քանակով են բացվել հուշարձանների տարածքում ու չի եղել երևի այնպիսի պեղումներ, որ հնարավորություն կտար դամբարանադաշտ բացել։ Դրանով Արգիշտի խինիլին արդեն իսկ բացառիկ է, որ մի տարածքում ունենք կուտակված այդքան քանակի աջունասափորներ։ Բացի դա, քանի որ մենք ուզում ենք այս նոր մեթոդներով, լրիվ նոր մեթոդներով ու նոր մոտեցման պեղումները իրականացնենք, մենք ուղղակի դաշտից հեռացրել ենք, այսինքն ունենք աջունասափոր, ունենք մեջը մոխիր, ենթադրաբար նաև ոսկորների որոշակի քանակ, բայց դա դեռ չենք հետազոտել, որովհետև հետագա եւ նաև համատեղ որոշ կառույցների հետ աշխատանքը տանելու է նրան, որ առաջինը արվի ռենտգեն հետազոտություն։ Ինչի համար, որպեսզի պարզենք, թե այդ աջունասափորների մեջ ինչ տրամաբանությամբ է մոխիրը տեղակայվել, ինչ քանակի ոսկորներ են դրվել, արդյոք եղել են ուղեկցող նյութեր այդ անհատի հետ, ում մարմինը դիակիզվել է։ Այդ ամեն ինչը անելուց հետո երևի մի անգամ էլ ձեզ հյուր կգանք, եթե հրավիրեք, էլ ավելի նոր բաներ ձեզ պատմելու։ Վերջնական տեսքը արդեն առարկաների, որովհետև հիմա, երբ որ նայում ենք ամբողջովին կրապատված, սպիտակ, ինչ որ անշուք, ինչ որ սափորներ են անցքերով, բայց երբ որ արդեն վերականգնման բոլոր փուլերը անցնի, արդեն անճանաչելի առարկաներ կլինեն։ Իսկ փուլերը վերջնական անցնելուց հետո այս գթածոները որտեղ են հանձնվում։ Ցուցադրվելու են, թե չէ կարող ենք գնալ տեսնել թանգարան, միգուցե պատմություն։
Հա, Սարդարապատի։ Քանի որ այս ծրագիրը իրականացվում է շատ հետաքրքիր համատեղ համագործակցության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության տարածքից 3 գիտահետազոտական կենտրոններ մասնակցում են պեղումներին, դրանցից մեկը Հնագիտության ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային արգելոց թանգարներ եւ Պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ը եւ Սարդարապատի հուշահամալիր հայոց ազգագրության թանգարանը, վերջնական որպես հանգրվան նյութերի համար լինելու է հենց Սարդարապատի թանգարանը։ Տեսեք, Հայաստանում իմ տեսանկյունից էլ, հա, ասենց սուբյեկտիվ բան ասեմ, շատ անարդար է նախաքրիստոնեական պատմության հետ, որովհետև երբեմն տպավորություն է լինում, որ նախաքրիստոնեական մեր պատմությունը մի քիչ անտեսվում է, դա պայմանավորված է նաև շատ բաների վերացմամբ մշակութային, այսպիսի պեղումները, հնագիտական ինչ-որ արշավները, որքանով են նպաստում, որ նաև մենք շատ հաճախ խոսենք մեր նախաքրիստոնեական պատմության մասին։ Իրականում, եթե մասնագետների շրջանում վերցնենք, շատ տարածված է ու այն հնագետները, որոնք պեղումներ իրականացնում են, միշտ են խոսում։ Ուղղակի երևի ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելը երևի միգուցե հենց նման գործողությունների, այսինքն եթերների միջոցով, չգիտեմ, ինֆորմատիվ ինչ-որ վահանակների միջոցով, ցուցադրությունների ժամանակ դրանց մասին խոսելով հնարավոր է լինում ավելի լայն հանրությանը հասանելի դարձնել ինֆորմացիան, բայց ինչ վերաբերում է Հայաստանի տարածքին, Հայաստանում իրականացվում են 4 տասնյակից ավել պեղումներ, միայն նախատեսված պեղումներ, չեմ ասում փրկարարական պեղումներ, որ կարող են ուղղակի պատահական ինչ-որ ավերման պատճառով, չգիտեմ, ջրագիծ անցկացնելու, շինարարական աշխատանքների եւ այլն։ Այսինքն, եթե վերցնենք, որ գիտական հատվածը միշտ շատ լավ է ապահովված, միգուցե դրա հանրայնացումը ավելի թերի է։ Իսկ արգիշտի խինելի պեղումներն արդեն ավարտվեցին, թե շարունակում եք։ Արգիշտի խինելին մենք նախատեսում ենք եւս 3 տարի իրականացնել պեղումների աշխատանքները, ընթացքում հուշարձանի տարածքում պահպանողական աշխատանքներ, վերականգնման աշխատանքներ, այսինքն կոնսերվացիա կոնկրետ հուշարձանի հետ կապված եւ իհարկե այս ամենի հանրայնացումը, դա կլինի թե գիտական հոդվածների տեսքով, թե նման հանդիպումների։ Բայց կա ինչ-որ, դա բնականաբար կա, հարցը պստամ, թիրախային ինչ-որ ինվորմացիաներ կան, որ օրինակ ձեզ համար էլ այդքան հայտնի չեն եղել ու հենց արգիշտի խինիլի պեղումների արդյունքում եք բացահայտել, որ մինչև այդ դա չգիտեիք։ Թերևս ուղղակի դամբարանադաշտի մասին մենք չգիտեինք, որ գործ կունենանք նման մեծ դամբարանադաշտի տարածքի հետ, բայց ընդհանրապես արգիշտի խինիլին շատ երկար տասնյակ տարիներ, դեռևս 60-ականներից պեղվել է Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի կողմից, բացի այդ տարածաշրջանում նաև աշխատել են մի քանի այլ արշավախմբեր, Արմավիր հնավայրում, Նոր Արմավիր գյուղի տարածքում հնագիտական արշավախումբը, հետևաբար մասնագիտական գրականության եւ մասնագետների շրջանում հայտնի է եղել։ Շնորհակալություն։ Մենք անցնենք առաջ եւ հիմա ինչ պիտի անենք, պետք է գովազդ դիտենք։ Այո, գովազդ դիտենք, վերադառնանք ու շարունակենք մեր եթերը։ Հայաստանում հաստատվել է գրիպ A-ի H3N2 կամ այլ կերպ հոնկոնգյան գրիպ ենթատեսակը, հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։ Բարդություններից խուսափելու համար մասնագետները հորդորում են պատվաստվել, խուսափել շփումից շնչառական բալակով մարդկանց հետ, հիվանդության դեպքում մնալ տանը։ Կամ դիմել բժշկի իհարկե, ավելորդ վախերը ցրելու, մեր երկրում գրիպի հետ կապված իրական պատկերը հասկանալու համար մեզ հյուր է եկել հատուկ մասնագետ Սվետլանա Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՀՎԿ իմունականխարգելման վարչության պետ, բարի լույս։ Ես մի հատ շատ կարևոր բանից եմ ուզում սկսել, օրերս շատ խուճապային տրամադրություններ սոցցանցերում, ինչ-որ աղմուկ էր բարձրացել Հայաստանում հոնկոնգյան վիրուս եւ այլն, հետո նկատեցի առողջապահության նախարարության խոսնակի գրառումը, որ հոնկոնգյան գրիպը շատ ավելի վաղուց է եղել։ Տեսեք, կարող է լրատվամիջոցի կամ չգիտեմ, անհատի կողմից ինչ-որ մի բան գրվել եւ դա դառնա խուճապի առարկա, որ հոնկոնգյան գրիպ, բայց անգամ ես գիտեմ, որ հոնկոնգյան գրիպը շատ ավելի վաղուց է եղել։ Ինչ պայքար կարելի է մղել այս խուճապից խուսափելու համար եւ դուք որպես մասնագետ ոնց կարող եք հանգստացնել այն հեռուստադիտողներին, ովքեր դեռ այդ տպավորությունների տակ են։
Մեկ անգամ ևս բարի լույս, շնորհակալություն շատ կարևոր թեմա արծարծելու համար։ Իհարկե, ձեր ասածին ի պատասխան կարճ կարելի ասել իրազեկում։ Ցանկացած ապատեղեկատվության հակազդելու միակ միջոցը իհարկե իրազեկումն է եւ առողջապահության նախարարությունը հենց այդ գործիքակազմն էլ կիրառում է ցանկացած հանրային առողջապահական միջոցառման վերաբերյալ լայնորեն իրազեկելու։ Ինչ վերաբերում է H3N2A ենթատեսակ գրիպի հայտնաբերմանը, նշեմ, որ դա սեզոնային բնույթ ունի 1968 թվականին, երբ որ առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում եւ այդ պես էլ ստացել է իր անվանումը, հաջորդիվ այն դարձել է սեզոնային գրիպ եւ յուրաքանչյուր տարի ունենում ենք այդ վիրուսի շրջանառությունը։ Եվ բնակչությանը, այսպես ասած, հանգստացնելու համար էլ ասեմ, որ ներկայում Հայաստանում կիրառվող սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի բաղադրության մեջ եւս այն ներառված է, հետեւաբար այն նոր վիրուս չէ, տարիներ շարունակ գրանցվել է եւ այդ վիրուսի դեմ էլ ունենք բավական արդյունավետ կանխարգելիչ միջոց, ինչպիսին պատվաստանյութն է։ Իհարկե, պատվաստանյութը նաև այլ 3 ենթատեսակներ էլ է պարունակում, բացի H3N2-ից, բայց այնուամենայնիվ այն կանխարգելելի հիվանդություն է։ Ինչով է տարբերվում այս գրիպի տեսակը մնացած բոլոր գրիպներից, որոնց որ մենք արդեն ծանոթ ենք։ Կլինիկական արտահայտությունով որևէ ձևով չի տարբերվում, ունենք սուր շնչառական վարակներին բնորոշ, ոչ միայն գրիպին, այլ նաև այլ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, քթահոսություն, գլխացավ, մկանացավ եւ այս երևույթները բնորոշ են բոլոր սուր շնչառական վարակներին։ Տարբերակելու համար պետք է լաբորատոր հետազոտություն, հենց այդ լաբորատոր հետազոտության արդյունքներով է հայտնաբերվել H3N2 ենթատեսակը, ներկայում նաև հանրապետությունում սուր շնչառական վարակների շրջանառվում է նաև բոկավիրուս, պարագրիպ, ադենովիրուս, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչ, հետևաբար այս շարքում նաև հայտնաբերվել է H3N2A ենթատեսակը գրիպի։ Բայց ինչու հենց այս փուլում սկսվեց ակտիվ քննարկվել հոնկոնգյան գրիպը, արդյոք հիվանդացության մակարդակներ բարձր, թե ինչն էր խնդիրը, որ հենց այս վիրուսը սկսեց քննարկվել այս շրջանում։ Պարբերաբար հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, պարզելու թե սուր շնչառական վարակներից տվյալ պահին ինչ տեսակներ են շրջանառում եւ դրա մասին պարբերաբար, եթե հետևել եք մեր տեղեկատվությանը, տեղեկացնում ենք։ Եվ սա էլ երբ որ առաջին անգամ հայտնաբերվեց, կարծեմ դա 45-րդ շաբաթն էր սեզոնի, դրա մասին տեղեկացրեց հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնը եւ դա չգիտեմ ինչու մեծ աղմուկի տեղիք տվեց, բայց այնուամենայնիվ նույն հավանականությամբ կարող էր հայտնաբերվել նաև գրիպի մյուս ենթատեսակը, H1N1 կամ B ենթատեսակները, որոնք ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության այս սեզոնին առավել հաջող շրջանառող շրջատիպերն են, կանխատեսվում է, որ դրանք են շրջանառելու եւ հենց այդ շրջատիպերի դեմ էլ ունենք արդյունավետ պատվաստանյութ, այսինքն յուրաքանչյուր սեզոնից առաջ առաջարկում է բնակչությանը տվյալ սեզոնին առավել հաճախ շրջատիպեր պարունակող պատվաստանյութեր։ Այս գրիպի պարագայում որ տարիքային խմբերն են ավելի ռիսկային գոտում գտնվում։ Սեզոնային գրիպի համար անկախ իր ենթատեսակից ունենք ռիսկի խմբեր։ Դրանք հիմնականում տարեցներն են, 65 տարեկան եւ բարձր, ուղեկցող հիվանդություններ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք են, մինչեւ 5 տարեկան երեխաներն են, հղիներն են, սոցիալական խնամքի կենտրոնի, ինչպես շահառուներն են, որպես փակ կոլեկտիվ, այնպես էլ աշխատակիցներն են, բուժաշխատողներն են, հետեւաբար այս տեսակն էլ H3N2-ն էլ որևէ բացառություն չի եւ այս անձինք առավել թիրախ են եւ հենց այս անձանց է առավել ցուցված պատվաստումները։ Եթե խոսենք երեխաները մանկապարտեզ եւ այլն դպրոցներ, երեխաների դեպքում ինչ անել, մի քիչ բարդ է երեխաների վերահսկելը, քան օրինակ մեծահասակներին, այդ ծնողներին ինչ խորհուրդ կարող ենք տալ, որ երեխաները չվարակվեն հոնկոնգյան գրիպով։ Նորից երևի կրկնվեմ ցանկացած այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք առաջարկում ենք այլ սուր շնչառական վարակների դեպքում։ Առաջինը դա իհարկե հնարավորինս խուսափել
սուր շնչառական վարակներին բնորոշ երևույթներ ունեցող անձանցից։ Եթե դուք եք հիվանդ, ապա մնալ տանը, եթե ձեր երեխան է, հնարավորինս պահել տանը, չուղարկել դպրոց, մանկապարտեզ, դիմել բժշկի, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հնարավորինս ձեռքերի հիգիենան։ Երեխաների դեպքում դա մի քիչ ավելի բարդ է, բայց այնուամենայնիվ դա հնարավորինս փորձել պահպանել։ Հնարավորինս երեխաներին սովորեցնել հազալու փռշտալու վարվելակարգը եւ իհարկե, եթե արդեն հիվանդ ենք, դիմել բժշկի, անհարկի հակաբիոտիկներ չօգտագործել, որովհետև այս դեպքում, վիրուսների դեպքում դրանք արդյունավետ չեն։ Դիմել բժշկի եւ ստանալ համապատասխան բուժում։ Եվ իհարկե մյուս ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը իհարկե դա պատվաստումն է, որ դեռևս սեպտեմբերի 8-ից ամբողջ հանրապետությունում առկա էր պատվաստանյութը, որը հենց նախատեսված է այս սեզոնի համար, եւ նշեցի մինչեւ 5 տարեկան, 6 ամսականից 5 տարեկան երեխաները ռիսկի խումբ են եւ օր առաջ դիմել եւ պատվաստվել։ Այ դիմել բժշկի, սա մի կարևոր հարց է, որովհետև սովորաբար գրիպի տեսակների ժամանակ մեզանից շատ քչերն են դիմում բժշկի, մենք փորձում ենք խմել այն դեղերը, որոնք որ արդեն մեր օրգանիզմին սովոր են, թե եւ այլն եւ այլն։ Այ կուզենամ խոսենք հենց այս մասին, որ շատ կարևոր է դիմել բժշկի, քանի որ այն կարող է նաեւ ունենալ բարդություններ չդիմելու արդյունքում։ Իհարկե, շատ ճիշտ հարց եք բարձրացնում, միանշանակ համարվում է, որ սուր շնչառական վարակները թեթև հիվանդություն են եւ կարելի է մի քանի օր տանը մնալ, չդիմել բժշկի, ավանդական միջոցներով բուժվել եւ հաջորդիվ գնալ արդեն աշխատանքի դպրոց մանկապարտեզ, բայց որոշ դեպքերում ունենում ենք նաեւ բարդություններ։ Հետեւաբար այս բարդություններից խուսափելու համար առաջնահերթ պետք է դիմել բժշկի, որովհետեւ բժիշկը կարող է ախտորոշել, թե ինչ հիվանդության հետ գործ ունենք, կարող է սուր շնչառական վարակ չէ, այլ հիվանդություն է, որի նախնական փուլում նման երևույթներ են դիտվում։ Հետևաբար մեկ անգամ եւս պետք է հիշեցնեմ, որ շատ կարեւոր է հատկապես այն անձինք, ովքեր գտնվում են ռիսկի խմբերում, օր առաջ դիմել բժշկի, եթե ունեն որևէ կլինիկական երևույթներ։ Այ հազալու եւ փռշտալու այդ կուլտուրան ես շատ հաճախ եմ այս թեմային նաեւ իմ սոցհարթակներում անդրադառնում, շատերը չգիտեն այդ կուլտուրան, այսինքն ձեռքը պետք է այո, այս ձևով, որը հնարավորություն է տալիս ձեռքերը ավելի չախտոտել, այսպես ասած, եւ հնարավորինս նաեւ խուսափել վիրուսների փռշտալու կամ հազալու ընթացքում վիրուսների տարածմանը։ Այդ դեպքում այս վարվելակարգը շատ ճիշտ է կիրառելը, բայց դա չի բացառում նաեւ ձեռքերի հաճախակի լվացումը, ձեռքերի հիգիենայի պահպանումը։ Բայց վերահսկում կա մանկապարտեզներում, դպրոցներում, որ եթե երեխան ունի շնչառական չոր հիվանդություն, իրան տուն են ուղարկում։ Այո, բոլոր դպրոցներում, մանկապարտեզներում արդեն այո, սուր շնչառական վարակների սեզոնին ընթരാճ նաև այսպես ասած համաճարակաբանական ֆիլտրի գաղափարն է ներդրվում, այսինքն բուժաշխատողը մուտքի մոտ տեսնում է հնարավորինս ինչքան վիզուալ հնարավոր է, հայտնաբերում է այն երեխաներին կամ դպրոցականներին, որոնք ունեն ջերմություն, հազ, փռշտոց եւ իհարկե ծնողներին տեղեկացնելով ուղարկում են տուն հաջորդիվ զգուշացնելով, որ պետք է դիմել բժշկի։ Սա երկու նպատակ ունի, համ այդ երեխայի համար, որ հնարավորինս ապաքինվի եւ բարդություններ չունենա, մյուս կողմից նաեւ վարակի տարածման կանխարգելման առումով։ Այս թեման միշտ ասվում է, գրեթե բոլորը խոսում են, բայց փորձը ցույց է տալիս, որ դա այդպես չի լինում, քանի որ շատ հաճախ մենք տեսնում ենք, որ ծնողները գնում են գործի եւ երեխաներին ստիպված են բերել կամ դպրոց կամ մանկապարտեզ եւ դպրոցական չաթերում, մանկապարտեզի չաթ միշտ քննարկվում է այս թեման, որ խնդրում ենք սիրելի ծնողներ, եթե դուք գիտեք, որ ձեր երեխան հիվանդ է, մի բերեք, քանի որ դուք դրանով վտանգում եք մնացած բոլորին։ Այսինքն ձեր ասվածի պես ստուգումը կարծես թե իրականացվում է, բայց այն ամբողջական չի իրականացվում, քանի որ դեռ թեման պտտվում է։ Եվ արդյոք առողջապահության նախարարությունն ունի ինչ-որ մի հսկողություն հենց այս թեմայի շուրջ։ Նշեցի, որ պետք է այդպես լինի, սակայն նաև պետք է լինել հսկողական գործիքակազմեր, որոնք հնարավորինս նվազեցնեն այն դեպքերը, երբ որ ծնողը գիտի, որ ջերմում է երեխան, բայց տալիս է ջերմիչեցնող եւ ուղարկում է դպրոց, մտածելով, որ չբացակայի կամ ինքը աշխատանքից չբացակայի, բայց այս դեպքում մեկ, այսպես ասած, ուղերձ ծնողներին, որ դրանով առաջին հերթին վնասում են իրենց երեխաներին, որովհետեւ այս դեպքում բարձրանում է բարդությունների առաջացման ռիսկը եւ իհարկե միանշանակ նաեւ նպաստում է, որ հենց վարակը տարածվի մյուս երեխաների շրջանում եւ
բացակայությունների թիվը ավելի բարձրանա։ Այս դեպքում վերահսկողական մի քանի մեխանիզմներ կան, սակայն վերահսկողական հիմնական գործառույթը տեսչական մարմիններին է, որոնց մասին պարբերաբար առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, եթե որևէ խնդիրներ են հայտնաբերվում, նաև ջերմային ռեժիմի պահպանման, այսինքն ջեռուցման հետ կապված հարցերը, նրանք պարբերաբար տեղեկացում են տեսչական մարմնին, որն ունի նաև ստուգելու եւ վարչարություն իրականացնելու լիազորություն։ Կանխարգելման միջոցներից ճիշտ է խոսեցինք, բայց տնային պայմաններում ինչ-որ տարբերակներ կան, որ օրինակ իմունիտետը կարող ենք բարձրացնել, մի քանի խորհուրդ մասնագետից, որտեղ ամեն դեպքում մեր մեջ տարածված է ինքնաբուժությունը, ինչ-որ միֆերին հավատալը, բայց որպես մասնագետում իմբիրով թեյ, լիմոնով թեյ, շատ հեղուկ, ինչ կա, որ կարող է այս սեզոնին մեր իմունիտետը բարձրացնել։ Տեսեք, դրանք բոլորը կարող են օգնել օրգանիզմին եւ շատ հեղուկների կիրառումը արդեն երբ որ մարդը հիվանդ է կնպաստի վիրուսի ավելի շուտ արտազատման օրգանիզմից դուրս գալուն, բայց որպես սպეციფიկ յուրահատուկ կանխարգելում, իհարկե դրանք կողքից ուղղակի կարող են որոշ դեպքերում օգնել, որոշ դեպքերում ոչ, բայց որպես յուրահատուկ սպეციფიկ կանխարգելում յուրաքանչյուր վարակի համար կա առանձնացված, այսպես ասած, գործիքակազմ եւ արդեն սեզոնային գրիպի հետ կապված դա պատվաստումներն է, որն այլընտրանք չունի եւ այս այն դեպքն է, որ պետք է պատվաստվենք, որ ունենանք իմունիտետ։ Իհարկե, երբ որ հիվանդ ենք, միանշանակ շատ հեղուկների կիրառումը ցուցված է, կամ մինչև հիվանդանալը եղանակին համահունչ հագնվելը միանշանակ օգնում է, որպեսզի ավելի քիչ հիվանդանանք, բայց դրանք յուրահատուկ կանխարգելիչ միջոցառումներ չեն։ Այ խոսում ենք պատվաստումից, որը կարծես թե վերջին տարիներին շատ ակտիվացա, 7%-ային հարաբերակցությամբ էլ բարձրացավ։ Այսօր կարող ենք օրինակ վստահել, թե մեր հանրության քանի տոկոսն է հստակ գնում պատվաստումների եւ այդ միֆը պատվաստման հետ կապված կարծես կոտրվեց արդեն։ Այո։ Եթե խոսում ենք պլանային պատվաստումների մասին, իհարկե այստեղ ունենք բավական մեծ, այսպես ասած, ձեռքբերումներ եւ մեր երեխաների շրջանում ծնողները ավանդաբար իրականացվող պատվաստումներին բավական այսպես վստահում են եւ կարող եմ ասել, որ 1 տարեկան երեխաների շրջանում ամբողջական պատվաստումների փաթեթը 95.1%-ը այս տարվա դրությամբ արդեն ստացել են։ Եթե խոսում ենք սեզոնային գրիպի հետ կապված, ապա այստեղ էլ ունենք ուրախալի լուր, համեմատելով անցյալ տարվա հետ, այս տարի ունենք բավական մեծ բարձր պահանջարկ բնակչության շրջանում։ Այս պահին արդեն մոտ 133,304 տեղաչափ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ է կիրառվել, եթե համեմատում ենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, այն կազմում էր 81,988 տեղաչափ, այսինքն մոտ 51,000-ով ավելի մեծ ցուցանիշ ունենք, դա նշանակում է, որ բնակչությունը այս տարի ավելի պահանջված է պատվաստումը եւ ավելի մեծ ակտիվությամբ է դիմում պատվաստումներին։ Շնորհակալություն, հիշեցնենք, որ մեր տաղավարում էր Սվետլանա Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՀՎԿ իմունականխարգելման վարչության պետ, պատվաստվեք, մի հավատացեք այդ միֆերին, ուղղակի կամ էլ ուղղակի ձեզ լավ նայեք, որ բանը հիվանդանալուն չհասնի։ Իսկ մենք դիտենք գովազդ Շանթի եթերում։ Գնացինք։ Վերադարձանք տաղավար, բայց երկար չենք մնալու տաղավարում, քանի որ գնում ենք լսենք լավ երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք։ Սպասեցի ես քո ճամփին անցավ կյանքս երազներս անցավ գնաց սերս մնաց սիրում եմ քեզ մոռացել ես համբույներով քո աչքերով ինձ այրեցիր սիրում էի հոգուս վրա թողեցիր սիրում եմ քեզ գնա ուրիշին դու հավատել
Հիշում եմ քեզ ժամանակն է համբույրներով քո աչքերով ինձ այրեցիր սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր սիրում եմ քեզ սիրում եմ քեզ ժամանակն է համբույրներով քո աչքերով ինձ այրեցիր սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր սիրում եմ քեզ գնա ուրիշին դու հավատել գնա էլ քեզ չեմ մոռանել ափսոս կյանքս անցավ գնաց սերս մնաց սիրում եմ քեզ գնա ուրիշին դու հավատել գնա էլ քեզ չեմ մոռանել ափսոս կյանքս անցավ գնաց սերս մնաց սիրում եմ քեզ Սիրում եմ քեզ Շնորհակալ եմ Սիրում եմ ձեզ Ամեն առավոտ մենք խոսում ենք մի հետաքրքիր պատմություններից Իգիտություն էջում, այս անգամ գնալու ենք դեպի որ կողմ Զարա, դեպի մագնիսական մագնիսական փոթորիկներ, ես էլ եմ ինձ մետեոակտիվ, եթե կարելի է բառը օգտագործել մարդ համարում, որովհետև շատ միանգամից է օրգանիզմս արձագանքում մագնիսական փոթորիկներին, իմ առողջության վրա ես դա միանգամից զգում եմ, կարծում շատերը Իգիտություն շարքում այսօր հենց մագնիսական փոթորիկներից ենք խոսելու, տեսնենք ինչու ենք մենք դա Ինչու ենք մենք այդպիսին Վերադարձանք տաղավար, Իգիտությունից հետո կրթական, ինֆորմատիվ թեման շարունակում ենք և տեսնենք Սոնան, English with Sona խորագրի ներքո, ինչ հետաքրքիր արտահայտություններ է պատրաստել մեզ համար։ Սոնա Morning guys, եկեք շաբաթն սկսենք քերականություն ուսումնասիրելով։ Կառույցը, որ քննարկելու ենք, թե բանավոր եւ թե գրավոր անգլերենում շատ է կիրառվում։ Սա այն պարտադիր իմանալիք կառույցներից մեկն է։ Չմոռանաք գրի առնել, կրկնել, հասկանալ իրավիճակը, երբ է անհրաժեշտ օգտագործել եւ կիրառել։ Զզվում եք ներկա վաղակատար ու վաղակատար շարունակականից
Իզուր guys, ընտիրեն իրան, կյանք են ու շատ պետքա կան։ Տրամադրվածությունը ձեր մի հատ փոխեք ու ֆիքսեք։ Ներկա վաղակատար, վաղուց եղել է, ներկայի վրա արդյունք կա, կամ էլ կյանքիս փորձով եմ ձեզ հետ կիսվում։ Եղել եմ Ամերիկայում, I have been to the United States, Իտալիայում դեռ չեմ եղել, I haven't been to Italy yet, այդ կինոն տեսել եմ, I have seen that movie, լավն է այդ գիրքը կարդացել եմ, I have read that book, այսինքն ինչ ունեմ երբևիցե իմ կյանքում արած։ Այ վաղակատար շարունակականը ինքը սրա շարունակությունն է, սկսել է անցյալից ու մինչև հիմա դեռ շարունակվում է, կամ էլ խոսելուց պահից անմիջապես առաջ բրծել է, ուշադիր իրավիճակին։ Առավոտից գիրք եմ կարդում, սկսել եմ, մինչև ես խոսելուց պահը դեռ շարունակում եմ կամ նոր բրծակարդալես։ I have been reading a book։ 5 ժամա քեզ եմ սպասում, էս ուր ես։ I have been waiting for you for 5 hours։ Where have you been? Զգում եք չէ ինչ կարևոր կոնտեքստային իրավիճակներ են։ Պետք է մեզ վաղակատարնել, վաղակատար շարունակականնել։ Կոնտեքստի մեջ արեք, որ հիշեք, թե երբ է ձեզ պետք, ոչ թե ներկա վաղակատարն օգտագործում է այդ կանոնները, հասկանալու համար առաջնային պետք են, բայց ավելի կարևորը, որ հասկանանք երբ օգտագործենք, ինչի սա պետք։ Իսկ հիմա երաժշտություն Շանթի եթերում։ Չէ, մեզ հուշում են, որ մենք կուզեինք երաժշտություն լիներ, բայց գովաստ։ Գովաստ Շանթի եթերում։ Մենք վերադարձանք եւ ներկայացնենք մեր հաջորդ հյուրերին։ Ավարտվել է Վիեննայի Բեթհովենի անվան երաժիշտ կատարողների եզրափակիչ փուլն ու տեղի է ունեցել գալա համերգը։ Բազմաթիվ երիտասարդ դասական կատարողների համար այս բացառիկ հնարավորությունը Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայինն էր, որի ղեկավարն այսօր մեր տաղավարում է։ Սիրանուշ Գալոյան, Մոնիկա Պետրոսյան, Նարեկ Սարգսյան եւ Էլեն Խաչիկյան։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Էլենն ու Նարեկը մասնակցել են, մրցանակներով եկել են, իսկ այդ մրցանակների եւ նրանց կրթելու այդ հնարավորությունը տալու մեղավորները այս կողմում են։ Կխնդրենք մի քիչ ավելի մանրամասն պատմենք, թե ինչի մասին է խոսքը։ Շնորհակալություն հրավերքի համար, շատ ուրախ եմ նորից այստեղ լինել, նամանավանդ այսպիսի տաղանդների հետ եւ սա առաջին համագործակցությունն էր Մոնիկա Պետրոսյանի եւ դպրոցի հետ, որի համար շատ շնորհակալություն եմ հայտնում։ Ինձ թվում է ամենից շատ լավ անցավ, երեխաները կասեն, երաժիշտները։ Վիեննան այդքան տաղանդներ միանգամից մեկ բեմում դեռ չէր տեսել։ Ասեմ, հիացած էին բոլորը։ Ինձ թվում է այն մակարդակը, որոնք դուք ցույց տվեցիք, չէր եղել դեռ։ Ու այսօր կտեսնենք երևի, ինչ որ բան, երեխաները ավելի ճիշտ կասեն, խնդրեմ Մոնիկա։ Շատ հետաքրքիր էր, ասեմ, որ երկար տևեց այս ամեն ինչը, մարտից սկսված, ինչպես գիտեք, մենք եղել ենք ձեզ մոտ, սկսվեց այս ամեն ինչը 3 փուլով, եղավ նախընտրական փուլ, մասնակիցները 100-ից ավելի մասնակիցներ ունեինք եւ վերջում եզրափակիչ փուլ անցավ 35 պատանի երաժիշտ կատարողներ, շատ հետաքրքիր էր եւ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված, մեր երեխաները եղան Վիեննայում եւ նրանք ելույթ ունեցան 1876 թվականին կառուցված Էրբար պալասում, շնորհակալություն ձեզ նման հնարավորության համար։ Երեխաները երևի կասեն իրենց ունեցանք ֆինալը եղավ այնտեղ եւ հետո գալա համերգը, դա եղավ սեպտեմբերի 29-ին եւ ունեցանք 5 Grand Prix մրցանակակիրներ եւ ունեցանք առաջի, երկրորդ, երրորդ կարգի մրցանակակիրներ, շատ հետաքրքիր էր, երբ որ գալա համերգին մեզ պատվել էր մեր Սլովակիայի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Վիեննայի պալատի խորհրդի անդամ, հանրային խորհրդի անդամ Լուիս
Գրեգերը, որ մեր երեխաների համար եւ 3 ժամ տևողությամբ գալահամերգին նրանք ներկա էին եւ մեր լսեցին մեր պատանի երաժիշտ կատարողներին, լսեցին մեր ազգային նվագարանները, լսեցին մեր դաշնակահարներին, մեր ջութակահարներին։ Ուղղակի սա, չգիտեմ, մեր համար շատ մեծ պատիվ էր գտնվելու եւ պատանի երաժիշտ կատարողներին ցույց տալի մեր հայտ պատանի տաղանդը Վիեննայում։ Քանի երեխա Հայաստանից մեկնեց Վիեննա։ 35 եզրափակչի մասնակիցները։ Ինչ գործիքներ էին նվագում երեխաները։ Դաշնամուր, ջութակ, շվի ազգային նվագարաններից կանոն եւ սանթուր, վոկալիստներ կար, ասեմ որ տարիքային շեմը եղել է 6-ից 19 տարեկան, պատանիները մեր մինչև 19 տարեկան եւ Բեթհովենի կոնսերվատորիան հնարավորություն է տալիս մասնակիցներին, գրանպրի մասնակիցներին անվճար սովորելու Բեթհովենի անվան, Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում։ 5 մասնակից ստանալու է, այսինքն ոչ թե մասնակիցներին, այլ գրանպրի հաղթողներին, բայց ուզում եմ այսօր ասել Էլեն Խաչիկյանին, որ տեսնելով ինչպիսի մարդ է եւ ինչ տաղանդ ունի եւ այսօր կարող եմ ասել, որ դու էլ ես ստանում այդ հնարավորությունը անվճար սովորելու, մենք սպասում ենք քեզ շատ մեծ ուրախությամբ։ Ուրախ ես։ Բայց հետաքրքիր է ինչ սկզբունքով եք ընտրել երեխաներին, պատանիներին մասնակցության համար, այսինքն այդ սելեկցիան ինչպես է եղել։ Մենք ունենք ժյուրիի անդամներ, որոնք ինձ թվում է պրոֆեսիոնալ են այդ դեպքում եւ իրանք են դա ընդունել։ Մենք ասեմ որ եղել է միջազգային, ինչպես գիտեք, եղել են ձեր տաղավարում Դանիել Սերաֆիմը օպերային երգիչ եւ Պետեր Հոսեկը, Շտրաուս թանգարանի տնօրենը, Նարե Արգամանյանը, Բորիս Պերենոն, որոնք որ Վիեննայի կոնսերվատորիայի դիրիժորության ամբիոնի վարիչը եւ շատ մրցակցությունը եղել է շատ առողջ Եվ այստեղ հաղթողներ, ինչպես տեսակ, այստեղ հաղթողները կասեմ, որ կարևոր չի, որ տեղում են երեխաները հայտնվել, բայց շատ լավ է եղել, որտեղ մենք ունենք 35 պատանի երաժիշտ կատարողներ, որոնք անցել են արդեն եզրափակիչ փուլ, դա շատ մեծ բան է, որ մենք ունենք կոնկրետ մրցույթի կազմակերպիչը որոշեց, որ շատերին հնարավորություն տալ լինելու մեր սիրելի Վիեննայում։ Էլեն, հենց նոր դուք ստացաք հնարավորություն սովորել Վիեննայում, երբևիցե կերազեիք այս մտքի մասին կամ անցնում էր ձեր մտքով, որ կարող եք ձեր այսքան հիանալի երաժշտական կարիերան շարունակել արդեն Վիեննայում։ Դե իհարկե բոլոր դասական երաժիշտների համար շատ կարևոր է եւ ցանկալի լինել Վիեննայում, ելույթ ունենալ Վիեննայում, դե սովորելն էլ իհարկե բոլորս տարբեր նպատակներ ենք կապում տարբեր եվրոպական երկրների հետ եւ սա ինձ համար շատ մեծ կարևորություն ուներ Տիկին Սիրանուշի այս առաջարկը, հրավերը եւ ես շատ ուրախ եմ եւ հիմա շատ երջանիկ, որ ունեմ նման հնարավորություն սովորելու Վիեննայում, որ կունենամ հնարավորությունը սովորելու Վիեննայում եւ իհարկե շատ մեծ ջանքեր կգործադրեմ դրա համար եւ կարդարացնեմ Բեթհովենի կոնսերվատորիայի հիմնադրի եւ տնօրենի բոլոր սպասելիքները, այո։ Հետաքրքիր Նարեկը ինչ գործիք է նվագում, ինչպես հայտնվեց Վիեննայի բեմում, ոնց չէր հուզվում, մի քիչ էմոցիաներից խոսենք։ Շատ տպավորված եմ մրցույթից, ես նվագում եմ շվի եւ փորձեցի մեր ազգային գործիքը ներկայացնել արտերկրում եւ ինձ համար շատ մեծ պատիվ է, որ ես կարողացա այդ ամենը ներկայացնել արտերկրում եւ մեր առաքելությունը կայանում է նրանում, որ ինչքան կարող ենք մեր ազգային գործիքները տարածել ամբողջ աշխարհում, քանի որ մենք ունենք մշակույթ, որը շատ քիչ է անտեսում ենք մենք, բայց մենք պետք է այդ ամենը ներկայացնենք արտերկրում։ Նարեկ, ինչ ստեղծագործություն եք նվագել։ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի 3-րդ մաս։ Իսկ միգուցե այսօր մեզ համար ինչ-որ մի բան նվագեք։ Որովհետև գործիքը մենք ձեր կողքին տեսնում ենք եւ առանց չնվագելու չեն բաց թողի։ Ահա։
Կարելի է ես երկու բառ ասեմ, Այո, շատ մինչև նայեք կարևոր են, պատրաստվին։ իհարկե։ Ես այնքան հիացած էի կանոնը, շվի, դուք չենք ունեցել, բայց այս մրցույթից հետո կուզենայի բացել այդ բաժինները, իսկապես, դա երևի առաջին անգամա, որ ասում եմ, հենց քեզ համար, որովհետև դու այնքան տաղանդավոր ես, իսկապես։ Ծիրանուշ, իսկ Վիեննայում արդյոք մարդկանց ականջին սովորեր, հա, այդ գործիքների հնչողականությունը, շվի, կանոն, զարմացան, հիացան։ Ինչ արձագանքներ եղավ։ Զարմացան, հիացան եւ ինձ թվում է դա ինչ որ նոր բան է, բայց իրանք հիացած էին։ Անկամ ես ասեցի, որ ուզում եմ այդ բաժինը բացել, ինձ թվում է ավստրիացիներն էլ կուզենան գալ սովորել եւ ունի շատ լավ դասախոս, չէ՞, դասատու, որ իր համար էլ շատ շնորհակալություն։ Գրավենք։ Հոնդեն, Նարեկ։ Նվագեմ հովի կանչ, հայկական ստեղծագործություն է։ Դուք խոսեք, ես կվերցնեմ, Նարեկ։ Ահա։ Բրավո։ Շատ գեղեցիկ, շատ։ Ծիրանուշ, այս մրցույթը իսկապես հնարավորություն է Հայաստանում բնակվող բոլոր երաժիշտներին իրենց ներկայացնել, նաև ինչու՞ չէ, նոր համագործակցություններ գտնել Եվրոպայում, արդյոք սա շարունակական բնույթ է կրելու։ Իհարկե։ Մենք հիմա փորձում ենք արդեն Իտալիայում եւ տարբեր երկրներում մեր բոլոր մասնակիցները, ովքեր որ 35 հոգի եկել են, դրա համար ասում եմ, բոլորը հաղթող են հիմա։ Անկամ փոքր նվագախումբ, չէ, կա, որը հայկական երաժշտությունն է նվագում։ Փորձում ենք հիմա բոլոր երկրներում, եվրոպական երկրներում մյուս տարվա համար արդեն կոնցերտներ, համերգներ կազմակերպենք։ Այստեղ մենք տեսնում ենք սերտիֆիկատներ, տեսնում ենք փոքրիկ մրցանակ արձանիկ Բեթհովենի տեսքով, ինչ մրցանակներ են։ Սրանք մեր մրցանակներն են, որը մենք ստացել ենք գալահամերգի ժամանակ։ Շատ գեղեցիկ են, իդեպ նման դիպլոմներ շատ քիչ կան եւ իրենց տեսքն էլ շատ գեղեցիկ է եւ արձանիկը։ Սա իմ մրցանակն է, առաջին մրցանակ ստանալու կապակցությամբ, իսկ սա Նարեկին է, արձանիկը տվել են Grand Prix մրցանակակիրներին, շատ գեղեցիկ արձանիկ է։ Այսպես։ Տիկին Մոնիկա, դուք պատմեք մի փոքր երեխաների ոգևորվածությունից, 35 երաժիշտ երեխաներ, ովքեր պետք է մրցեին միմյանց հետ։ Ճիշտն ասած, բացի այն, որ մենք եղանք Վիեննայում, դա նաև ուսուցողական էր երեխաների համար, որովհետև վարպետության դասեր ունեցան երեխաները, բացի այն, որ նրանք այցելեցին պատմամշակութային հուշարձաններ, նրանք եղան գեղեցիկ, ինչպես գիտեք, թանգարանների քաղաք է Վիեննան, բացի այն, որ նրանք շրջեցին, նաև նրանք ունեցան վարպետության դասեր այնտեղի Օլիվերա Միլակովիչի հետ, որը որ օպերային սերբ օպերային երգիչ, որ արդեն վաստակավոր օպերային երգչուհի է, Նարե Արգամանյանի հետ ունեցան նրանք, Դանիել Սերաֆիմի հետ, նրանց համար շատ ոգևորիչ էր, որ նրանք կարող են, նախ ասեցի, որ այդպիսի բեմում ելույթ ունենան եւ բացի դրանից էլ վարպետության դասեր վերցնեն նման անվանի մարդկանց
մարդկանցից, դա շատ կարևոր էր մեզ համար։ Կոնկրետ, ինչպես Էլենա ասեց, երաժշտի համար դա շատ կարևոր է, երբ որ նա հայտնվում է մի տեղում, որտեղ նաև նա կարող է վարպետության դաս վերցնել, նա կարող է ճանաչել, նա կարող չնայած մեր երեխաները շատ տեղերում են եղել, բայց սա մի ուրիշ առիթ էր, որը որ 5 օրում կարելի է անել նմանատիպ շատ հետաքրքիր ծրագիր, եւ ուսուցողական, եւ ամեն ինչ։ Հետաքրքիր է ձեր երազանքներում, նպատակներում ինչ-որ բան փոխվեց այս հաղթանակից հետո կամ այս մասնակցությունից հետո։ Նարեկ, Grand Prix-ես նվաճել, սովորելու ես Վիեննայում, շարունակելու ես, ինչ փոխվեց քո նպատակներում։ Ես միջև մրցույթի մասնակցել լսել էի Վիեննայի Բեթհովենի կոնսերվատորիայի մասին։ Ես շատ էի ցանկանում սովորել Վիեննայի Բեթհովենի կոնսերվատորիայում եւ սա ինձ համար շատ լավ առիթ էր, երբ որ ես ստացա Grand Prix եւ Սրանուշ Գալոյանի կողմից այդ հնարավորությունը ստեղծեց, որ կարելի է բացել շվի բաժին եւ հուսով եմ, որ կարող եմ գնալ Վիեննայի Բեթհովենի կոնսերվատորիա սովորել այնտեղ։ Սիրանուշ, մենք արդեն հասկացանք, որ դուք ունեք բավականին համագործակցություն Հայաստանում երաժիշտների հետ։ Արդյոք ունեք նոր պրոյեկտներ, որոնք պետք է իրագործեք, նոր համագործակցություններ։ Այո, 2026 թվականը մեզ համար կլինի, արդեն ունենք մի քանի ծրագիր, բայց դրա մասին ես արդեն մյուս անգամ կասեմ։ Ամեն ինչ հիմա չեմ կարող ասել, բայց իհարկե մենք հիմա Ավստրիայի մշակույթի եւ ինչպես ասեմ Министерство образования կրթության նախարարության հետ ենք աշխատում եւ ծրագրերը արդեն տվել ենք, որ մյուս տարի 2026 թիվը պետք է լինի Հայաստանի մշակութային տարին Ավստրիայում, այսպես ասեմ։ Հրաշալի է, շատ մեծ ծրագրեր կա։ Իրականում սա շատ մեծ գործ է մշակութային տեսանկյունից եւ նաեւ մեր ազգային գործիքների ճանաչելիության տեսանկյունից։ Դե ձեզ հաջողություններ, մենք էլի ձեզ կհյուրընկալենք եւ էլի խոսենք հաջողությունների մասին։ Իսկ մենք հիշեցնենք, որ մեր տաղավարում են Սիրանուշ Գալոյանը, Մոնիկա Պետրոսյանը, Նարեկ Սարգսյանը եւ Էլեն Խաչիկյանը։ Ձեզ նորանոր հաջողություններ։ Շնորհակալություն։ Գովաս շանթի եթերում։ Գնացինք Գովաս դիտելու։ Իսկ հիմա ժամանակն է պտտվել աշխարհի շուրջը։ Այո, Վիեննայից հենց նոր եկանք, հիմա գնում ենք, տեսնենք ուր ենք գնում։ Գնացինք։ Թե ինչ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Լավ օր բոլորիդ։ Ստացություն։ Sorry, jump off, alu alvan, yayla vora sarve saran. Sorry, jump off, alu alvan, yayla vora sarve saran. Stopum em barbernelu, tzachkat lanji.